Առաջինը, այդ նախ կեղծ տեղեկությունները ցրելու համար, առաջին ամենամեծ հաստ կարմիր գիծը։ Մենք Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանին երբեք չենք ընտրելու վարչապետ, ԿՊ-ն Հայաստանում չի կարող իշխանության վերարտադրվել։ Վերջ, մեծ վերջակետ։ Երկրորդը, մենք Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չենք ընտրելու։ Վերջակետ։ Երրորդը, Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ սահմանադրական արգելքների պատճառով։ Եվ մենք առաջադրելու ենք իմ թեկնածությունը Հայաստանի ազգային շահերից ելնելով, բայց որոշումները կայացնելու ենք էլի Հայաստանի ազգային շահերից ելնելով համագործակցությունը հաշվի առնելով, եւ ամենակարևորը երբեք չի լինելու այնպես, որ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Բոլորին ասացիք բարձի Նարեկ Կարապետյանը։ Ես ասում մնացած որոշումները դուք Պետրոս, այն ձեր մոտ եք այդքան տեսակ չստացվեց հիմա բերելեք ստեղ է դարձել։ Ես ռեպլիկայի հնարավորություն Սամվել Կարապետյանի ուժի հետ կոալիցիան չեք բացառում։ Համագործակցությունը ես հստակ նշեցի կարմիր գիծը։ Մնացածը այո, քննարկվող հարցեր են։ Մի րոպե չհասկացա, եթե դուք պատասխան եք տալու, այս ինչա՞ չափավոր եք ձեզ հələ։ Միա չափավոր եք։ Այդ իշխանության վակխանալը որտես բնութագրում եք դրա մասը տես ճպճպում եք վերցում, այդ չափավոր է։ Չի կարելի, չէ, բացատրեմ։ Ես կասեմ։ Իր կարծիքն է ասում։ Կարծիքը վիրավորում է։ Իսկ ըստ իմ տեղեկությունների դուք Նիկոլ Փաշինյանի ձախ թեկնածուն եք։ Դուք ստում եք։ Անջատեք պարոն Բաբաջանյանի Պետության փորձեք, Անջատեք պարոն Քոչարյանի միկրոֆոնը։ Չեղավ։ Պարոն Սիմոնյան։ Դուք չեք լսվում եթերում, վերջ։